Այսօր դեր հանձնում եք քո սուրբ ձեռքերիդ մեջ։ Թող որ քո սուրբ ոգիդ այսօր էլ մեզ առաջնորդի։ Շնորհակալ ենք ով Աստված, որ ամեն օր մեր կողքին ես եւ ամփերում ես ու համբերում ես ու համբերում ես ով Տեր։ Պետք ունենք քեզ ով Աստված, ավելի ճանաչել, ավելի մոտենալ քեզ ով Աստված։ Շնորհակալ ենք, փառք քեզի, ամեն։ Այդպես որ խոստացել էի, որ Սուրբ Հոգու մասին պետք է մենք քարոզենք, հիմա արդեն երրորդ շաբաթն է, որ խոսում ենք, անցյալ շաբաթ հիշում եք թափիկի ինչի մասին էր, ով ծարավ է, թող ինձ մոտ գա։ Հովանու ավետարան 7-րդ գլուխն էր, 36-ից մինչև 38, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Okay, բայց այսօր օտար համար եմ ուզում խոսալ, որ կարծում եմ ամենակարևոր մասն է, որ այսօր մենք պետք է սովորենք դրա մասին։ Այսօրվա քարոզից նյութը վերնագիրը սա է։ Մեզ տրված է մեկ այլ բարեխոս։ Մեկ այլ բարեխոս։ Աստված մի հոգու ուղարկելա, որ մեր մեջ լինի։ Եթե մենք այդան Ղուկասի ավետարանը 17-րդ գլուխը 21-ի մեջ կարդանք, այնտեղ ասում է, որ Հիսուս Քրիստոսն ասում է, որ ես եթե ասեն դու ստեղ ես, ընդեղ ես, չգիտեմ, այստեղ այնտեղ, ես ձեզ ասում եմ, որ Աստծո արքայությունը ձեր մեջ է։ Այսինքն Աստծո արքայությունը մեր եկեղեցու մեջ շրջում է։ Բայց այս համարները այսօր օտար բան է մեզի տալի, որ Աստծո ներկայությունը գալիս է մեր մեջ, ամեն անձի մեջ։ Եվ այսօրվա շատ կարևոր նյութը մենք եթե վերցնենք եւ զբաղվենք դրանով, Աստված կարծում եմ մեզ գործեր մեր կյանքի մեջ սկսի անել։ Թողեք այսօր մեկ այլ վկայություն տամ, այսօր շատ հետաքրքիր էր, առավոտը գնացել մեր Պարսկախոս եկեղեցին, 3 հոգի մկրտվեցին։ Շատ զարմանալի է, երբ տեսնում ես Պարսկախոս մարդիկ Հիսուսին հավատում են եւ ընդունում են այս իսլամը թողնում են, իսկականից հրաշալի մի բան է։ Ասամ կիսվեմ ձեզ հետ, որ դուք էլ ուրախանաք։ Այս ամեն բանը Սուրբ Հոգու գործն է։ Հալելույա։ Եվ հետաքրքիր է, եկեղեցին արագ ձևով աճում է։ Եվ խնդրում եմ, որ աղոթեք այս եկեղեցու համար եւ վստահ եմ, որ պետք է շատ մեծ ծառայություններ պետք է գնա։ Ուրեմն Աստծո ներկայությունը գալիս է մեր մեջ։ Եվ որ ասում եմ մի բարիխոս, մի բարեխոս կտամ ձեզի, այդ բարեխոսը գալիս է մեր մեջ ապրում է։ Եվ այդ բարեխոսը ով է? Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ ապրում է։ Թող մեր ուշադրությունը դարձնենք Աստծո խոսքի համարներին։ Ուրեմն Հովանես 14-րդ գլուխը 16-ից մինչև 17-ը այսպես ասում. Եվ ես կաղաչեմ Հորը, եւ նա ձեզ ուրիշ բարեխոս կտա, որպեսզի ձեզ հետ լինի Հավիտյան, ձեզ հետ լինի Հավիտյան, ճշմարտության հոգին, որ ինչ է, որովհետեւ նա ձեզ մոտ է, նա ձեզ մոտ է մնում եւ ձեր մեջ կլինի։ Ես վստահ եմ, որ Հիսուսը ճշմարիտ է եւ ճշտախոս է։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ է եւ ճշտություն է խոսում։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը Հորից ինչ է խնդրել։ Խնդրել է, որ բարեխոսը գա, Սուրբ Հոգին գա եւ մեր մեջ բնակվի։ Հայրերից շատ բաներ են խնդրում, չէ՞։ Մենք մեր հայրերից հիշում եմ, իմ որ կայք շատ բաների խնդրում մեր հայրից, բայց Հիսուսը օտար մի աշխարհ է տանում մեզի։ Սուրբ Հոգուն խնդրում է, որ հայրը տա, եւ այդ Սուրբ Հոգին պետք է գա մեր մեջ ապրի։ Հովանեսի 14-րդ գլուխը Հիսուսի վերջին ուսուցումների մի հատ կարևոր մասերից է, որ աշակերտներին տալիս է իր ուսուցումը։ Նախ որ ինչ աներ, նախ որ Հիսուս Քրիստոսը խաչվեր, նախքան խաչելություն։ Աշակերտների սիրտը լսված էին, ինչից, տագնապով։ Եթե 14-րդ գլխի առաջի համարները նայենք, այդտեղ խոսում է, որ աշակերտներին ասում է դու ձեր սիրտը չխռովի։ Ես գնում եմ, եթե ասեմ, որ գնում եմ եւ տեղ եմ պատրաստում, հետ կգամ եւ ձեզ կտանեմ։ Աշակերտները տխրած վիճակի մեջ են։
Հիսուս ասավ, որտեղ որ գնում ես, մենք էլ ճանապարհը սովորենք, գանք։ Հիսուս ասում է, կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, ամենը ես եմ։ Բայց հիմա այս աշակերտները օտար մատ կյանքի կարևոր փուլի մեջ պետք է մտնեն։ Նրանք 3 տարի ապրել էին Հիսուսի հետ։ 3 տարի հավատարիմ Հիսուսի հետ ապրել էին։ Ինչքան լավ կլներ մենք էլ Հիսուսի հետ ապրեինք, չէ՞։ Բայց ճիշտ կարծես այդ 3 տարի ապրելը Հիսուս Քրիստոսի հետ դեռ բան չի, դեռ բավական չի։ Հիսուսը մեծ օտար բանի մեջ է տանում աշակերտներին։ Մի հարաբերության մեջ է տանում, որ այդ իսկական կարիքն էր աշակերտներինը։ 3 տարի դասավանդել է նրանց, 3 տարի ու կես, եւ այսօր ժամանակն է, որ մեծ օտար մի բան կա իրաց կյանքի մեջ եւ մեծ փոփոխություն իրաց կյանքի մեջ կա։ Այսօր արդյոք Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ իսկականից մեզի առաջնորդում է, թե չի առաջնորդում։ Սուրբ Հոգին գալիս է, որ մեզ ինչ անի, մեզի առաջնորդի, մեզ հետ ապրի, մեզի պատրաստի։ Կաթոլիկներն ասում են մարդը, որ մեռնում է, գնում է մեր բանի ինչ են ասում այդ վիճակի մեջ, որ հայտնի չի իրանց վիճակը, կգնան դժոխք, թե կգնան դրախտ։ Ասում այնտեղ պատրաստվում են։ Ասում սուրբերն էլ ճիշտ կարծես գնում են այնտեղ, մի ժամանակ պետք է պատրաստվեն, հետո պատրաստությունից հետո տեղափոխվելու են դրախտ։ Բայց Աստծո խոսքը այսպես ասում, որ Սուրբ Հոգին գալիս է եւ մեր մեջ ապրում է, որ մեզի պատրաստի այն նպատակի համար, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ինչ արի պատրաստել է։ Հիսուսը եթե երկինքը թողեց եւ եկավ երկիրը, ամեն ինչը թողեց եւ եկավ երկիրը, Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է, որ ամեն ինչը թողնենք, որ կարողանանք անցնել երկինքը։ Եվ Սուրբ Հոգու կարևոր ուսուցումը սա է, որ ինքը դառնա մեր ուսուցիչը եւ ինքը սկսի մեզ խրատել իր position-ը, որ մեր կյանքի մեջ ունի, իր վիճակը, որ մեր կյանքի մեջ ունի, շատ կարևոր է։ Ուրեմն թողեք, որ մեր սրտերը պատրաստենք Սուրբ Հոգու ստանալու համար։ 3 տարի աշակերտները լսեցին Հիսուս Քրիստոսի դասերը, ինչ որ տալիս էր, եւ ունեին ապահովություն Հիսուս Քրիստոսի հետ։ Ապահովություն սոված էին Հիսուս Քրիստոսը հաց էր տալի նրանց։ Թշնամիներն հացակում էին, Հիսուս Քրիստոսը ինչ էր անում, պաշտպանում էր նրան։ Երբեմն փարիսեցիներն են հարձակում, եւ Հիսուս Քրիստոսը կանգնում է դեմ արդեմ նրանց դեմ։ Հիսուսի այդ հովանավորությունը իրանք զգացել էին, բայց որովհետեւ Հիսուսը արդար Աստված է եւ ինքը գնալու է երկինք, մեզ համար մտածավ Հիսուսը։ Վստահ եք Հիսուս մեզ համար մտածում է։ Եթե 17-րդ գլուխ Հովանու ավետարանը կարդանք, կտեսնենք, որ Հիսուս մեզ համար աղոթել է։ Ասում է, Հայր, ես աղոթում եմ թե ոչ միայն սրանց համար, այլ նրանց համար, որ սրանց միջոցով կապաշխարեն, այսինքն մենք։ Եվ ինչքան կարևոր է, որ Հիսուսը մեզ համար մտածելով մի օտար բան է խնդրում Հորից։ Սուրբ Հոգուն է խնդրում, որ գա եւ մեր մեջ բնակվի։ Եվ այս շատ կարևոր բան է։ Մարդիկ ման են գալի, որ միջնորդ ունենան։ Պարսկաստանում այդպես է, ծանոթ չունեց, չգիտեմ, այս կամփանի մեջ ես գնամ, այս բանն անեմ։ Մարդիկ այդպես են, չէ, չգիտեմ, Հայաստանում էլ այդպես է, թե չէ։ Եթե ծանոթ ունենաս, գործը լավ առաջ կգնա։ Բայց Հիսուս Քրիստոսը, մեր երկնային Թագավորը, Տերերի Տերը, մեզ համար բարեխոսություն է անում եւ խնդրում է մի բան, որ ամենակարևոր բանն է ամեն մեկիս համար։ Չգիտեմ ինչքան եք դուք սիրում, որ Սուրբ Հոգով հանդիպում ունենաք։ Սուրբ Հոգին եւ որ գալիս է տակնուվեր անում մարդու կյանքը։ Սուրբ Հոգին եւ որ գալիս է մեր աչքի նայվածքը փոխվում է, մեր սրտի ուզեցածները փոխվում է, մեր լեզուն փոխվում է, մեր միտքը փոխվում է։ Երկու օր առաջ մի հատ կին էր եկած մեր բանը, որ աղոթքի տեղը աղոթ խնդրեց։ Ասավ իմ մատերս ցավում է, կլի աղոթես համարս։ Հիմա իրանք մեծ եկեղեցու բան են, հովիվներ են, եկել են որ աղոթ խնդրեն։ Մենք սկսեցինք աղոթել, Սուրբ Հոգու ներկայությունը այնպես թափավ այդ կնոջ վրա, ինքը հիացել էր այդ բանից։ Հետո ինձանից հարցնում էր, դու ինչ ես անում։ Ասում եմ, այսպես է, մատ փոքր եկեղեցի ունենք, Գլենդելում է եւ այսպես է։ Ասավ, ես քեզ համար բարեխոսություն կանեմ, մատ մեծ հովիվ կա,
Լոս Անջելեսում պետք է քեզ օգնեն։ Մեզ տեղ տան գոնե կարողանաս ժողով անես։ Գիտեք, բայց Հիսուսի բարեխոսությունը մատ օտար մի բան է, օտար աշխարհ է։ Եվ նա բարեխոսությունը անում է համար, որ Աստված ուղարկի մի օտար մխիթարիչ։ Հիսուսը եթե գնում է, Հիսուսը եթե թողնում է եւ լքում է երկիրը, բայց իր աշակերտներին անտեր չի թողնում։ Կարծում եք Հիսուսը հիմա մեզ հանդեպ անտարբեր է, թե մտածում է մեր մասին։ Հավատացեք, Հիսուսը ամեն դիթեյլի համար մտածում է։ Ամեն բանի համար պատասխան է։ Կապ ունի ինչպես ենք մենք մոտենում նրան։ Կապ ունի մեր հավատքը ինչպես ենք ներկայացնում նրան։ Գիտեք, 3 օր առաջ մտածում էի, որ ժամ չունեմ, այդամ կերակուր առնեմ, որտեղ մարդ էր գալի ու գնում եւ ասեմ Հիսուսը ամեն փոք բանի համար մտածում է։ Հետո տեսամ ժապոնացի կիներ, որ ասեմ մեր աղոթքի տեղ աղոթելու եկան ահագին կերակուրով եւ իմ համար հատուկ կերակուր էին բերել։ Աստված զարմանալի է, գիտեք, եւ որ շատ հանգիստ Աստծո հետ մենք հարաբերության մեջ ենք, կտեսնենք իր անկերությունը, կտեսնենք իր ուշադրությունը հանդեպ մեզի։ Նա հեռանալու էր, բայց նրանց մենակ չէր թողնելու։ Հիսուսը գնալուց հետո էլ մտածում էր աշակերտների համար։ Աստված նրանց տալու էր ինչը, Սուրբ Հոգին։ Ուրեմն այսօրվա մեր նյութը որ խոսում ենք դրա մասին, քանի մասի է բաղկացած, ուզում եմ դες համար բացատրեմ մեկ առ մեկ։ Առաջի կետը այսպես է, Սուրբ Հոգին Աստծո պարգևն է հավատացյալների համար։ Հիսուսն ասում է, ես կաղաչեմ Հորը եւ նա ձեզ ուրիշ բարեխոս կտա։ Ուրիշ բարեխոսը, որ այստեղ խոսում է, այսինքն Սուրբ Երրորդության M անձնավորությունը։ Այսինքն իմ նման է, բայց ուրիշ ձև ունի։ Իմ այսօր ասում եմ, որ հասկանալի լինի մեզ համար։ Սուրբ Երրորդության երրորդ անձնականության մասին է խոսում Հիսուս Քրիստոսը։ Ես Հորից կխնդրեմ, որ Սուրբ Հոգին գա եւ ձեզ մեջ մնա, ձեր մեջ ապրի։ 16-րդ համարն ասում 14-րդ գլխին է։ Հիսուսը խնդրում է Հորը եւ Հայրը տալիս է Սուրբ Հոգուն։ Եվ այս ամեն բանը Աստծո շնորհի միջոցով է։ Ոչ մի բան մենք չենք կարող անել, որ Սուրբ Հոգին թափի մեր վրա։ Աստված այդ ինքը այդ բանն անում է։ Մենակ Տերը ուզում է մի բաց սիրտ, Տերը ուզում է մի բաց ականջ լսելու, որ հետաքրքրվի Աստծո ձայնը լսելու, հետաքրքրվի Աստծո գործն անելու, հետաքրքրվի իր բնությունը փոխելու։ Հավատացյալներ տանտարիներ գալիս են գնում են, հենց մարդն են, որ 20 տարի առաջ կային, հենց ձևով են խոսում, որ 20 տարի առաջ էին խոսում, ոչ մի փոփոխություն չկա։ Անցյալ գիշեր մեկը զանգել էր եւ գանգատվում էր բանից, հովիվներից։ Եվ ինք ասում էր, հովիվ մենք մենակ հավաքվում ենք իրար շուրջ, Bible study ունենք։ Հետո որ վերջացրավ խոսքը ասեմ, եղբայրս, արդյոք անցյալ շաբաթ մեկին վկայել ես։ Ասեմ, արդյոք մեկի փրկության պատճառն ես, մեկի համար աղոթել ես, մի գործ արել ես Աստծո արքայության համար։ Տեսամ խելոքացավ եւ ոչինչ չէր ասում։ Ասեմ, մեր հավաքույթը, եթե փրկության գիծ չունենա, փրկության ուղի չունենա, հանդեպ մարդկանց, այս հավաքույթը դառնում է ինչ։ Դառնում է մատ միություն, որ մարդիկ գալիս են զբաղվեն։ Մենք պարապ չենք հավաքվենք այստեղ զբաղվելու համար։ Մենք այստեղ գալիս ենք, որ մեր բնությունը փոխվի։ Մենք այստեղ գալիս ենք, որ մեր բնությունը փոխվելով կարողանանք մեր ժողովրդի մեջ ազդեցություն տնենք, որ նրանք փոխվեն։ Եթե տարիներ անցել է եւ մենք չենք փոխվում, ցույց է տալի, որ մենք առիթ չենք տալի Սուրբ Հոգուն։ Հիսուսը մտածում էր այսօրվա համար։ Հիսուսը Սուրբ Հոգուն տալիս է, որ մարդը փոխվի։ Հիսուսը Սուրբ Հոգուն տալիս է, որ ամեն օր մեր հետ հարաբերության մեջ լինի, մեզի սովորեցնի։ Եվ դժբախտաբար մարդիկ ականջ չունեն լսելու Սուրբ Հոգուն։ Եվ Տերը սպասում է այդ մարդկանց, որ իրենց սիրտը բաց լինի։ Գիտեք ինչու։ Տերը առատ Աստված է։ Տերը գանձերի Աստվածն է, ամեն։ Ոչ մի բան չի կարող մեր Տիրոջը սահմանափակի։ Եվ Սուրբ Հոգուն տալիս է, որ մենք հասկանանք Աստծո անսահման
զորությունը, Աստծո անսահման սերը, Աստծո անսահման էությունը, եւ որ այդ հասկացանք, մենք կտարբերվենք, հավատացեք կտարբերվենք, եւ որ քայլում ենք փողոցը, այն ժամանակ կտեսնենք, որ դիվարները ձեզի տեսնելով կփախնեն։ Պատահում է, ես դանթան որ գնում եմ, դիվարները գալիս են, սկսում են ատամ կրշտացնել ինձ համար, սկսում են թքել վրես, որտեվ մի բան, որ մեր մեջ կա, աշխարհի մեջ չկա, եւ դևային աշխարհը մարդկանց բռնել է, մենք պետք ունենք Աստծո զորությունը մեր վրա կա, եթե մենք մետեղ գնում ենք եւ ոչ մի ազդեցություն չենք տալի, պետք է լուրջ ապաշխարենք, եթե մեր խոսքերը նույն ձետ խոսքերն են, ոչ մի դրական բան չի կատարվում մարդկանց համար, մենք պետք է մեր կյանքի ձևը փոխենք, որտեղ Հիսուսը իր արյան գնով է մեզ փրկի։ Հիսուս իր ամեն ինչն է տվել։ Եվ ժամանակ է եկել, որ Սուրբ Հոգուն տա, եւ աղաչում է Հորը, որ Հայրը Սուրբ Հոգուն տա։ Երբեմն մենք չենք վստահում Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին տրվում է Աստծո սերից։ Հալելույա, Սուրբ Հոգին տրվում է Աստծո սերից։ Աստված սիրում է Սուրբ Հոգուն տա մեզի, բայց փնտրում է մեկին, փնտրում է այդ սիրտ, որ այդ սիրտը համապատասխան լինի Աստծո ծրագրերին։ Հիսուսը դրա համար ասում, հավատքով խնդրեք եւ կտրվի ձեզի։ Այսինքն մեր փափակը ամենը դառնում է ինչ։ Դառնում է այն բանը, որ Տերը պատրաստել է, այդ ծրագիրը, որ Տերը պատրաստել է, դրա մեջ մենք կարողանանք հետաքրքրվել։ Եվ այդ ժամանակը, որ Սուրբ Հոգու զորությունը գալիս է։ Ղուկասի 11-րդ գլուխ 13-րդ համարը ասում է, եթե դուք չար լինելով գիտեք ձեր զավակներին բարի պարգևները տալ, որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգուն կտա նրանց, ովքեր խնդրում են նրանից։ Ուզում եմ պարզ լինենք, քանի ժամանակ առաջ եք դուք խնդրել Սուրբ Հոգու լեզանությունը։ Կան մարդիկ, որ խնդրել են, հալելույա, փառք Տերոջ, խնդրեք Սուրբ Հոգու լեզանությունը։ Պարզ ասում է Հիսուս Քրիստոսը, ասում է Հայրը ամենալավը, ամենաբարին տալիս է մեզ համար։ Ուրեմն Սուրբ Հոգուց ավելի լավ բան չեմ կարծում մեկը իր կյանքում տեսած լինի։ Դուք չեք կարողանում պատկերացնել այն ժամանակ, որ ձեր զորությունը Սուրբ Հոգու միջոցով, այդ զորությունը մարդկանց կյանքը փոխում է, ինչքան այդ բանը ուրախալի է։ Մարդը ինքը սկսում է լացել, ուրախությունից լացում ես։ Այսօր մատ այդ մկրտողներին, որ ջուրի մեջ տարեցի, այնքան հոգևորվել էր, ջուրի մեջ սկսավ լացել։ Այդ խեղճ աղջիկը մատ հատուկ հիվանդություն ունի, խնդրում իր համար աղոթեք, աղոթքի մեջ չեք, ոչինչ չի կարողանում ուտի։ Ոչինչ չի կարող, մենակ բանը, որ կարողանում է ուտի ոչխարի միս է։ Եվ մատ նիհար աղջիկ, խնդրեմ աղոթեք, եւ այդ վիճակով, որ ոչ մի բան չի կարող ուտի, սիրառված է Հիսուս Քրիստոսի վրա։ Ես զարմանում եմ, մեր մեջ պետք է մի հատ նոր սեր գա։ Եվ Աստված ուզում է Սուրբ Հոգուն տա մեզ, եթե մենք հետաքրքրվում ենք Աստծո զորությունով սկսենք գործել։ Հակոբոսի առաջի գլուխ 17-րդ համարը ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգևը վերևից է իջնում։ Բարի պարգևները վերևից է իջնում։ Աստված ուզում է բարի պարգևներ տա մեզի։ Սուրբ Հոգու պարգևները պետք է տա մեզի։ Եվ Աստծո փափակը սա է։ Խնդրեք եւ կտրվի ձեզի։ Ուզեցեք, որ երկնքից Աստծո զորությունը թափա ձեզ վրա։ Կարևոր չի երբ, ինչպեսի։ Այդ Աստվածն է որոշում։ Ես երբեք չեմ մտածում, որ Աստված այս վախկոտ մարդին տանի մետեղ, որ դևային աշխարհի հետ կռվի։ Եվ որ սկսեցի աղոթել, մի բանը, որ բոլորովին չեմ կարծում, որ Աստված կտա ինձ, այդ էր որ դևային աշխարհի հետ կռվեմ, որտեղ վախկոտ մի անձնավորություն է ես։ Աստված կտա այն բանը, որ դուք կարողանաք անեք։ Խնդրում եմ մի բավարարվի մատ քարոզ լսելով, մատ եկեղեցի գալով։ Այսպեսի եթե շարունակենք, Սուրբ Հոգին կտրտմի մեր մեջ, Սուրբ Հոգին կպաղի մեր մեջ, Սուրբ Հոգին կգնա մեր մեջից, եւ ոչ մի մենակ կդառնանք մատ դատարկ անձնավորություն,
Եվ Տերը չի ուզում այդ բանը։ Գաղատացիների 4-րդ գլուխ 6-րդ համարը։ Եվ քանի որ որդիներ եք, լավ լսենք, ասում է, եւ քանի որ որդիներ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ։ Իր որդու հոգին է ուղարկել։ Այսինքն ձեր հոգին, որ Հիսուսի մեջ գործում է, այսօր կարող է մեր մեջ գործի։ Հիսուսի հոգին ինչպեսի հոգի էր։ Խոնար, հետաքրքրված ամեն բանի վրա, ամեն բան նկատում էր։ Մատ կին, ծեր կին, եկա մտավ տաճարը, այդ ամբուխի մեջ հազարավոր մարդիկ էին մտնում տաճարը։ Իր գրպանի ամեն ինչը որ տվավ, կարող մի լումայի չափ փող ուներ։ Եվ դրավ ինչի վրա, զոհի սեղանի վրա, այդ նվերի աֆերինգի սեղանի վրա։ Հիսուսը նկատում էր այդ կնոջ, ասում էր, կին ամենից ավել տվավ։ Հիսուսը այդպեսի մի սիրտ ունի։ Եվ ընդ այդ հոգին, որ Հիսուսի մեջ է, ուղարկված է մեզ համար։ Այդ հոգին, որ նախանձ չունի, այդ հոգին, որ զանազանում է, այդ հոգին, որ սեր է գործում։ Աստծո խոսքն ասում է, Հիսուսը միջով վերջ ամենին սիրեց։ Հուդային սիրեց, կարող եք մտածեք։ Հուդային սիրեց։ Ինչպես կլինի, մեկը մարդու դավաճանի, սպանելու տա, բայց մարդ իրան սիրի։ Եվ Հիսուսը այդպեսի մի հոգի ուներ, եւ այդ հոգին հիմա մեր մեջ գործում է։ Եթե հասկանանք այս բանը, մեր ձեռքերից զորություն դուրս կգա։ Եթե հասկանանք այդ բանը, մեր բերանից զորության խոսքեր դուրս կգա։ Եթե հասկանանք այս բանը, մարդկանց կյանքը կարող են տակնուվեր անենք։ Այդքան որ հավաքվենք ու մատ քարոզ լսենք ու Էրիկն էլ երկու երգ մեզ համար երկացնի, մենք էլ ծափարենք ու գնանք տուն, այդ չի լինում հավատքի կյանք։ Իհարկե չեմ ցած քննադատում։ Մենակ ուզում եմ ասեմ, որ կյանքի ելքը մենք իմանանք։ Եվ էլ ինչ է քարոզի շարունակությունը, Սուրբ Հոգին Աստծո ամենամեծ պարգևներից մեկն է հավատացյալների կյանքում։ Եթե մեղքի կյանք ունենք, եթե չենք կարողանում մեզի ճշտենք, Սուրբ Հոգուն կարիք ունենք։ Սուրբ Հոգուց պիտի խնդրենք, Սուրբ Հոգի ներիր, Սուրբ Հոգի օգնիր ինձ, եւ կտեսնենք, որ Սուրբ Հոգին զարմանալի ձևով մեր մեջ գործի։ Երկրորդ մասը կարոզինս, Սուրբ Հոգին մեր բարեխոսը ու օգնականն է։ Հիսուսն ասում է ուրիշ բարեխոս կտա։ Բարեխոսը հուներենի մեջ ելնում է Փարակլեթոս։ Փարակլեթոս բառը ինչ նշանակություն ունի։ Փարակլեթոս բառը հուներենի մեջ այսինքն օգնական, մխիթարիչ, պաշտպան, կողքին կանգնող։ Ժամանակները գալի որ մենք ասում ենք Երանի դու իմ կողքին կանգնած լինեիր։ Երանի դու ինձի հովանավորեիր։ Պատաս մարդիկ գալիս են եւ դավաճանում են եւ գնում են։ Բայց Սուրբ Հոգին մեր մոտ է մնալու։ Փարակլեթոսը մեր մոտ է մնալու, որ մեզ ինչ ան մեր կողքին լինի, մեզի խրատի, կյանքի ելքերը մեզի ցույց տա։ Եվ հետաքրքիր է, եթե մենք ուզում ենք հասկանանք Սուրբ Հոգու ձայնը, շատ բան չի, զարմանալի է մարդիկ պատաս չեն կարողանում հասկանալ Աստծո ձայնը որն է, մարդու ձայնը որն է։ Սուրբ Հոգին մեղմորեն ճշտում է մեզի։ Մեր ամեն որոշումների մեջ Սուրբ Հոգին մեղմորեն ճշտում է մեզի։ Մեր ամեն տխրության մեջ Սուրբ Հոգին ճշտում է մեզի։ Սիրելիս, սպասիր, քո համար ժամանակ կա։ Սիրելիս, սպասիր, Աստված քեզ սիրում է։ Եվ դժբախտաբար մենք չենք կարողանում այդ ամեն այդ ձայների մեջ, այդ ամբուխի մեջ Սուրբ Հոգու ձայնը լսենք, բայց Սուրբ Հոգին գալիս է որ օգնական լինի, մեզի մխիթարի ցավերի ժամանակ, մեզի պաշտպանի այն ժամանակ, որ սատանան ուզում է հարձակվի մեզ վրա, եւ մեր կողքին կանգնում է, որ միջով վերջ մեզի տանի։ Ինչպես Հիսուսը աշակերտների կողքին կանգնում էր, Սուրբ Հոգին էլ այսօր պատրաստ է մեր կողքին կանգնի։ Հալելույա։ Չեմ անում ինչու Աստված մեզ է այդպեսի պատիվ տվել։ Ինչու։
Եվ որ նայում ենք օտար երկրների մեջ, այդ խեղճ ու սոված երկրների մեջ, ախր մենք ինչ ենք ելել, որ Աստված իր Սուրբ Հոգուն ուղարկում է մեր կողքին կանգնի։ Ինչ առավելություն է եղել։ Գիտեք ինչու համար է Աստված Սուրբ Հոգուն մեր մեջ ուղարկում։ Իմանում է, որ եթե մենք Սուրբ Հոգու հետ ապրենք, ապագայում ինչ բան ենք կարող անել։ Եվ այդ առիթը տալիս է մեզ, Սուրբ Հոգին գալիս է մեր կողքին, մեզի օգնում է, որ հասցնի այն նպատակին, այդ մարդուն, որ Աստված դրել է իր մտքի մեջ։ Եվ դրա համար մենք Հիսուսին հավատացել ենք։ Եվ Տերը սպասում է եւ տանում է մեզ, որ հասնենք այդ մարդին, որ Աստվածն է ուզում։ Պատրաստ ենք մեր ժամը տանք, պատրաստ ենք մեր ամեն ինչը տանք, որ հասնենք այդ նմուշին, հասնենք այդ մարդին, որ Տերը պատրաստել է նախ որ երկինքն ու երկիրը ստեղծագործությունը կատարել։ Եփեսացիս թուղթի մեջ ասում է առաջի գլուխը 4-րդ համարը նախ ստեղծագործություն Աստված ճանաչում էր մեզի։ Եվ որ ճանաչում է ինչի մեջ է ճանաչում, ասում է Հիսուսի սիրո մեջ։ Հիսուսի սիրո մեջ մեզի ընտրել է։ Եվ ուղարկում է Սուրբ Հոգին, որ Սուրբ Հոգին մեր կողքին մնա եւ մեր քարակտերը տաշի, մեզի սարքի, մեզի նոր մարդ ձևավորի։ Եվ դժբախտաբար մենք օգնում ենք։ Դժբախտաբար մեր միտքը օտար բաների մեջ է։ Հալելույա։ Հովհաննես 14:26 ինչ ասում։ Բարեխոսը Սուրբ Հոգին ձեզ ամեն բան կսովորեցնի։ Բարեխոսը Սուրբ Հոգին ձեզի ամեն բան կսովորեցնի։ Մեղքեր կա, որ չեն կարողանում ազատվենք։ Բաներ կա, որ մեր կյանքի մեջ չի ուզում փոխվի։ Պատճառը սա է, որ մենք չենք տանում Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Եվ Սուրբ Հոգուն չենք ասում ձևեր սովորեցրու ինձ։ Թողեք, որ օտար ձևով նայենք Սուրբ Հոգուն։ Եվ մեր տկարությունների հետ ընկերություն չանենք։ Մեր տկարությունները տանենք եւ ասենք Տեր, այս բանից ես ուզում եմ ազատվեմ։ Սուրբ Հոգի, օգնիր ինձ, որ այս բաներից ես ազատվեմ։ Գիտեք սատանայի հաղթությունը այն ժամանակ է, որ մենք հետաքրքրվում ենք մեր տկարություններով։ Տկարությունը դառնում է մեր օրվա խաղալիքը, մեր օրվա մտածմունքը, մեր օրվա ամեն բանի որոշողը։ Բայց Սուրբ Հոգին տանում է մեզի, որ մի օտար անձնավորություն դառնանք։ Հալելույա։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 26-րդ համարը։ Ասում է նույնպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, օգնում է մեզ։ Աստված չի ուզում մեզի ջարդի։ Սատանան գալիս ասում է դու պետքական չես, դու էլ պիտանի մարդ չես, դու մեղ գործեցիր, էլ արժանի չես։ Բայց Սուրբ Հոգին ամեն ժամանակ մխիթարում է, սպասի ժամանակ կա, ժամանակը տուր ինձի, ես ուզում եմ քեզի օտար մի ձև մարդ սարքեմ, արի եւ ենթարկվի եմ բան, որ ես եմ քեզ ասում։ Եվ դժբախտաբար մենք չենք շատ ուզում մեր տկարություններից ազատվենք, բայց Տերը ուզում է Սուրբ Հոգու միջոցով այդ գործը կատարի։ Հովհաննեսի 16-րդ գլուխ 13-րդ համարը ասում է երբ նա ճշմարտության հոգին ձեզ կառաջնորդի ամփոխ ճշմարտության մեջ, ամփոխ ճշմարտություն, չի ասում մեկ փոքր, ասում է ամփոխ ճշմարտությունով է ձեզ հանանում առաջնորդում։ Մենք եթե կյանքի ձևը չենք իմանում, եթե մեր վիճակը հայտնի չի լինում, Սուրբ Հոգին սկսում է մեզ այդ գործել եւ մեզ սովորեցնել։ Կանք եւ զբաղվենք, որտեղ Սուրբ Հոգին տրված է արդեն մեզի։ Հիսուսը խնդրեց Հորից եւ Հայրը Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգուն տվավ։ Հիսուսի աղաչանքը Հայր Աստվածը լսեց, տվեց Սուրբ Հոգուն։ Եվ այսօր մենք կարիք չունենք աղաչենք, որտեղ առատորեն Սուրբ Հոգին կա։ Անցյալ շաբաթ խոսեցինք, Հիսուսն ասավ, ով որ ծարավ է, գա եւ խմի։ Ով որ ծարավ ունի, որ Սուրբ Հոգու հետ մտերմանա, գա առաջ եւ իր կյանքը տա, կատարյալ ձևով Սուրբ Հոգուն։ Այն ժամանակը, որ ձեր բերանի մեջ մենակ փառաբանության եւ ուրախության ձայն կբարձրանա, մենակ պաշտամունքի եւ շնորհակալության ձայն կբարձրանա։ Այսօր ինչքան տրտունջ է եղել մեր լեզվի մեջ։ Առավոտը որ վերընկացել, ինչքան ենք տրտնջի։
Արդյոք ասել ենք Տեր Աստված շնորհակալ եմ, որ այսօր էլ առիթ տվեցիր, ես ապրեմ։ Շնորհակալ եմ Տեր Աստված, որ այսօր էլ ես լույսը տեսնում եմ։ Շնորհակալ եմ ով Աստված, որ ուտելիք ունեմ։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված, որ ոչ մի բանի պակաս չունեմ այսօր։ Ես շատերին եմ ասել, նորեն եմ ասում։ Մեր ժամանակ տրտունջի հոգով մտամ ասու ներկայության մեջ։ Ասամ Տեր Աստված, ինչու է իմ վիճակս այսպես։ Սուրբ Ոգին զարմանալի է խոսում։ Սուրբ Ոգին տարբեր ձևի է խոսում։ Սուրբ Ոգին մեծ ձև է խոսում, որ դու ոչ մի պատրաստություն չունես դրան։ Ես սպասում եմ, որ Տերը մի օտար բան ասեր։ Տերը մի բան ասեր, որ ես ավելի մխիթարվեմ։ Եվ Սուրբ Ոգին ինձ այսպես ասավ. «Սոված ես»։ Ասամ ոչ։ Ասավ մերկ ես, ասամ ոչ։ Ասավ անտուն ես, ասամ ոչ։ Ասավ երեխեքդ սոված են, ասամ ոչ։ Ասավ տանվաշտ է հետին, ասամ ոչ։ Էլ ոչինչ չասավ։ Էլ ոչինչ չասավ։ Իր ձևը շատ տարբեր է։ Եվ որ մենք մտերմանում ենք Սուրբ Հոգու հետ, տրտունջը վերջանում է։ Եվ ամեն օր գոհության առիթ կա մեկիս համար։ Սուրբ Ոգին ուզում է առաջնորդի, որ մենք գոհությունով, ամբողջ օրը գոհությունով գնանք նրա ներկայության մեջ։ Գիտեք, եւ որ սկսում ենք գոհություն տալ Աստծուն, եւ որ սկսում ենք ուրախությունով Աստծուն պաշտել, մի բան է կատարվում։ Գիտեք, պաշտամունքի մեջ մի զորություն կա, որ դուրեր է բացում։ Ինչի դուրեր? Օրհնության դուրեր։ Սատանան փախնում է այն մարդկանցից, որ պաշտում են Աստծուն, ուրախանում են Աստծո հետ, երգում են Աստծո համար։ Երգում են Աստծո համար։ Հիշում եք այդ կնոջ պատմությունը, որ գետափին նստած լվացք էր անում։ Եվ ասում է Հիսուս ջան, ղուրբան քեզի, ջանիդ մեռնեմ, ինչքան դու լավն ես, ինչքան սիրուն ես։ Հետո մատ կանա լոկավ անցնում է այդ գետից։ Կանգ առնում ասում է, այ կնիկ, սեն չեն աղոթի։ Եթե ուզում ես աղոթես, պետք է ասես հայր մեր, որ երկնքումն է, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, եւ վերջացնում է կինն ասում է լավ, Տեր հայր, եթե դու ես ասում, սրանից հետո ես հետ կասեմ։ Ոչինչ, կանան նստում է նավակն ու գնում է, այդ կինն սկսում է ասել հայր մեր, որ երկնքում ես, երկրորդ մասն ինչ է, երրորդ մասը մոռանում է, վերականում վազում է կանայի հետևից։ Հասնում է լոդկային, ասում է ով կանա, մոռացա ինչ իր ասի ինձի։ Հետո կանան տեսնում է, որ ինքը ջուրերի վրա է վազում, ասում է գնա, ինչ որ ուզում ես ասա Աստծուն։ Կարևոր չի դու ինչ ես ասում, ինչ որ սիրում ես ասա Աստծուն։ Այդպեսի է, երբեմն մենք չենք կարողանում մեր սրտի այդ բխած բաները ներկայացնել եւ Սուրբ Ոգին մեզ խրատ է տալի։ Սուրբ Ոգին մեզ ժամ է տալի, Սուրբ Ոգին մեզ ճշտում է։ Թողեք որ մեր սրտի ամբողջ ուրախությունը ներկայացնենք Աստծուն։ Երբ մենք չգիտենք ինչ անել, Սուրբ Ոգին առաջնորդում է։ Երբ մենք թուլանում ենք, նա զորացնում է։ Երբ մենք վշտած ենք, տխուր ենք, նա մխիթարում է։ Եվ երբեք մեզ միայնակ չի թողնում։ Հալելույա։ Հալելույա։ Տերը Հիսուսը խնդրել է օրից, որ Սուրբ Ոգուն տա մեզ այս բաների համար։ Եթե տխուր ես, եթե անհույս ես, եթե չես իմանում, որ ինչ պետք է կատարվի, մենակ ու մենակ Սուրբ Ոգին պատասխան է ամեն բանին։ Հալելույա։ Ինչքան լավ է, որ մենք զբաղվենք Սուրբ Ոգուն, Սուրբ Ոգով։ Երրորդ կետը իմ քարոզինս։ Սուրբ Ոգին բնակվում է հավատացյալների մեջ։ Բնակվում է հավատացյալների մեջ։ Սուրբ Ոգին ինչի համար է բնակվում, որտեղ մենք ապաշխարում ենք։ Եվ որ ապաշխարում ենք, մի դատարկություն մեր մեջ ստեղծվում է։ Գիտեք, մարդու մեջ մի հատ խոր դատարկություն կա։ Ոչ մի բան է դատարկությունը չի կարող լցնի։ Ոչ մի բան տեղը չի բռնում։ Մարդը հարուստանում է, տխուր է։ Մարդը, չգիտեմ, ճամփորդություն է անում, վերջը հասնում է տխուր է։ Ես անցյալ եկեղեցու մի օգու ունեինք, որ ոտով սկսեց Եվրոպան քայլել։ Գնաց պտտավ ամիսներ քայլավ Եվրոպան ու հետ եկավ այդ մարդն էր։ Մարդիկ փնտրում են մի բաների,
որտեղ իր ասում է դատարկություն կա։ Եվ դրա համար Սուրբ Ոգին գալիս է, որ մեր դատարկություններն ինչ անի։ Միջից տանի, ինքը բնակվի։ Եվ որ մարդը մեղ գործեց, Սուրբ Ոգին գնաց։ Բայց Հիսուսի միջոցով նորեն առիթ գտանք, որ Սուրբ Ոգին գա եւ մեր մեջ բնակվի։ Հալելույա։ Նա ձեզ մոտ կմնա եւ ձեր մեջ կլինի։ Հովանու 14-17-ը։ Սա նոր ուխտի ամենահրաշալի խոստումներից մեկն է։ Նա ձեր մոտ կմնա, ձեզ հետ կլինի։ Հիսուսը չասավ, որ հոգին միայն այցելելու է ձեզի։ Հավատացյալների համար այցելություն չի գալի Սուրբ Ոգին։ Գալիս է, որ նրանց հետ ապրի։ Եվ եթե հասկանանք, մեր կյանքի ամբողջ ձևերը կփոխվի։ Մեր կյանքի վարվելակերպը, մարդկանց հետ վարվելը, եկեղեցու հետ վարվելը, փողի հետ վարվելը մերը, չգիտեմ, մարդկանց հետ վարվելը փողոցում, ամեն ձևը կփոխվի։ Եթե ուզենանք, որ Սուրբ Ոգին մեր մեջ ապրի, ձեր մեջ կլինի, Աստված բնակվում է իր ժողովրդի մեջ։ Առաջին Կորինթացիս 3:16 համար ասում է, չգիտեք, որ Աստծո տաճարն եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Ինչքան հետաքրքիր է, այս համարները մենք պետք է վերցնենք եւ զբաղվենք դրանով։ Առաջին Կորինթացիս 6:19 համար ասում է, ձեր մարմինը Սուրբ Հոգու ինչն է։ Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է։ Երբեմն մենք մեր մարմիններին լավ չենք ասում։ Ինչ վատ բան որ կա, մարմինին ասացնում ենք եւ չենք ուզում այս տաճարը Աստծո համար ինչ անենք, Աստծո համար սուրբ պահենք։ Թողնենք, որ այս զորությունը կա, Սուրբ Ոգին սկսի մեզի առաջնորդել։ Հալելույա։ Հռոմեացիների 8:9 համարը։ Եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, այս շատ վտանգավոր է։ Ասում է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Մեկը որ Սուրբ Հոգուն չունի, չի պատկանում Հիսուս Քրիստոսին։ Եթե ծարավ եք Սուրբ Հոգուն առնելու համար, գնացեք եւ զբաղվեք։ Գնացեք ձեր սենյակի մեջ։ Հիսուսը մեզի քաջալերում է, մտի սենյակը եւ աղոթի եւ քո հետաքրքիր բան ասում Մատթեոս 6:6 համարը ասում է գնա այնտեղ սենյակը դուրը փակի, որովհետեւ քո երկնավոր հայրը այնտեղ է։ Մենք ման են գալի, չգիտեմ, հազարավոր տեղան որ Աստծուն գտնենք։ Բայց մեր ննջասենյակի մեջ Աստված բնակված է։ Եվ Հիսուսն ասում է քո հայրը այնտեղ է եւ գնա եւ աղոթի եւ Աստված հայտնապես հատոցումը կտա քո աղոթներինը, հայտնապես։ Ինչ ենք աղոթում։ Ինչի համար ենք աղոթում։ Մեկը կա ամուսնության համար աղոթում, մեկը կա փողի համար աղոթում, մեկը կա լավ կյանքի համար աղոթում, մեկը, չգիտեմ, լավ աշխատանքի համար աղոթում։ Արդյոք Աստված չի իմանում այդ բաները։ Հիսուսն ասում է, ով թերահավատներ, ինչու եք ուտելու եւ խմելու համար հոգսանում։ Ասում է թերահավատներ։ Թերահավատներ, ինչի համար ենք մենք հոգսանում։ Թողեք մեր հոգսը Աստծո արքայությունը առաջ տանելու համար լինի։ Եվ այն ժամանակ կտեսնեք, որ Սուրբ Ոգին առատորեն մեր մեջ կգործի։ Եզեկիելի 36:27 համար այսպես ասում. Իմ հոգին պետք է տնեմ ձեր մեջ, իմ հոգին։ Չէ սատանայի հոգին չի կարող կա մեր մեջ։ Իրա հոգին է գալի է մեր մեջ բնակվում, բայց եթե ուզենանք եւ Աստված հարգանքով մի անձնավորություն է եւ երբեք զորով չի գալի մեր մեջ բնակվի։ Ուզենանք կտրվի մեզի։ Ամեն։ Քրիստոնական կյանքի պարզապես քրիստոնական կյանքը պարզապես մատ կրոն չի։ Դա Աստծո ներկայությունն է մեր ներսում, որ Սուրբ Հոգու միջոցով կատարվում է Աստծո ներկայությունը։ Ամեն։ Հավատում եք Աստված կարող է ներկայությունն իրանը մեր մեջ կատարյալ անի թե ոչ։ 4-րդ կետը քարոզինես։
Սուրբ Հոգու ներկայությունը հավիտենական է։ Հալելույա, հավիտենական է։ Ինքը չի գալի որ մեզի պատժի եւ թողնի գնա։ Եթե մենք փափակ ունենանք, որ իր հետ ապրենք, իր մնացած իր մնալը մեր մեջ հավիտենական է։ Երբես որ Հիսուսն ասում 14-ի 16-ը Հովհաննեսինը, որպեսզի ձեզ հետ լինի հավիտյան, հավիտյան Սուրբ Հոգին մեզ հետ կլինի։ Աշխարհում ինչ որ ունենք ժամանակավոր է։ Երկու օր առաջ մի հատ վիդեո էր տեսա, մի հոգի մահացել էր եւ իր տան ապրանքները, ինչ որ թանկանոց ապրանքներ ուներ, դրել էր, որ մարդիկ գային առնեն։ Ինքը գնացել էր։ Մենակ Սուրբ Հոգին է, որ հավիտենական մեզ համար պետք է։ Ինչ ունենք, թողնելու ենք եւ գնալու ենք։ Դայմեններ ունենք, ոսկիներ ունենք, տուներ ունենք, չգիտեմ։ Այդ ամենը թողնելու ենք եւ գնալու ենք։ Աշխարհի ամեն բաները ժամանակավոր է։ Մարդիկ գալիս են ու գնում են, բայց Սուրբ Հոգին մնում է։ Մատթեոս 28-րդ գլուխ 20 համարը շատ պարզ է, անպայման ամեն իմանում եք։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վերջը։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վերջը։ Հիսուսն ասում։ Սուրբ Հոգու միջոցով Հիսուսը մեր կողքին է, մեր թիկունքն է։ Եփեսացիների առաջի գլուխ 13 եւ 14 համարը իհարկե կրճատած մնաք մեմ ասում, ասում կնքվեցիք խոստացած ինչին, խոստացած Սուրբ Հոգով, խոստացված Սուրբ Հոգով մենք կնքված ենք։ Կնքվել այսինքն ինչ։ Շատ ենք մենք կնունք բառն օգտվում, չէ՞։ Կնքվել այսինքն ինչ։ Կնքվել այսինքն նավը, որ խորտակվում է։ Այդ բառը, որ հուներենի մեջ օգտվում է, ուղղակի ինձ այդ բառն է, որ նավի խորտակվելու մասին է խոսում։ Խորտակվում ենք, Սուրբ Հոգու մեջ խորտակվում ենք։ Այսինքն մեր էությունը Սուրբ Հոգու հետ ինչ է լինում, հալվում է։ Մեր էությունը մեր հին մարդը գոյություն չունի։ Մեր նոր մարդը Սուրբ Հոգու հետ սկսում է ապրել։ Կնքված ենք Սուրբ Հոգով։ Ուրեմն այս բաները իմանալով թողեք մեր կյանքի վարվելակերպը փոխենք։ Աստված հավատարիմ է իր ամեն գործերի եւ խոստումների մեջ։ Ամեն։ Ֆիլիպպեցիների առաջի գլուխ 6-րդ համարը նա ով սկսեց բարի գործը ձեր մեջ կհասցնե ավարտին վերջացնելու է միջով վերջ։ Այսօր այս անեկդոտը հիշեցի, մկրտության ժամանակ ասամ, երեխեք շատ ծաղացի, ասեմ մա քանա մոկու մկրտում էր։ Հետո տարավ ջուրի տակ իրան, հետո սկսեց աղոթել։ Սկսավ այս մարդի համար աղոթել, մոռացավ որ այս մարդ ջուրի տակ է։ Այդ մարդը խեղդվավ։ Հետո քանա նոր խելքի եկավ։ Ասավ ա չելա մատ օտար տվեք։ Հիմա աստու գործը այդպես չի։ Աստու գործը միջով վերջ գնում է ճիշտ ձևով։ Ամեն չի ասում լավ է չելա օտար բանանեմ։ Աստված որոշել է եւ միջով վերջ կատարյալ կանի։ Ամեն։ Չասենք որ ես չելավ է թակ մատ օտարը բերենք։ Հիսուսը նույնն է երեք եւ այսօր եւ հավիտյան Հիսուսը նույնն է։ Ինչն է կարող Աստծո սերը մեզանից վերցնի, ոչ մի բան։ Եվ Սուրբ Հոգին գործում է, որտեղ Աստված սիրում է մեզի։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 30-ից 38-ից 39-ն եմ ուզում կարդամ։ Ասա որտեղ վստահ եմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակներ, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկաները, ոչ գալիքները, ոչ բարձությունը, ոչ խորությունը եւ ոչ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է կատարվել մեր մեջ։ Հալելույա։ Ոչ մի բան չի կարող Աստծո սերը կտրի եւ միջից տանի։ Հավատանք եւ առաջ գնա։ Հավատացյալը երբեք մենակ չի, Սուրբ Հոգին իր հետ է։ Փորձության մեջ Հոգին մեզ հետ է։ Տկարության մեջ Հոգին մեզ հետ է։ Մահվան, մահի, ըստվերի, զորով էլ եթե գնանք,
Աստված մեզ հետ է։ Օտար թարգմանության մեջ ասում է, եթե ինձ մահվան շուքի ձորի մեջ էլ տանեն, չար բանից չեմ վախենա։ Այդ մահվան շուքի ձորը, այդ ընթացքն է, որ մարդը մեռնում է, եւ պետք է անցնե երկինք, ամենախավար վիճակն է, որ մարդ չի իմանում, դրախ կգնա թե դժոխք կգնա։ Ասում է, եթե տեղը լինեմ, էլի չեմ վախենա, որտեղ Աստված ինձ հետ է, Սուրբ Հոգին մեզ հետ է։ Ուրեմն թողեք որ Սուրբ Հոգու բնակչությունը լավ հասկանանք եւ ընդունենք այդ բնակչությունը։ Ճշմարտության Հոգին մեզ հետ է ապրում եւ մեր մեջ բնակվում։ Աստծո ներկայությունը մեզ կոչ է անում լսել իր ձայնը։ Սուրբ Հոգին կոչ է անում մեզ, որ լսենք Հայր Աստծո ձայնը։ Սուրբ Հոգին մեզ ուժ է պարգևում, ուժ եւ կարողություն է տալի հնազանդվելու։ Ուստի ուշադիր լսենք, ամբողջապես արձագանքենք նրա առաջնորդությունը մեր կյանքի վրա։ Հայտարարի Հիսուս Քրիստոսի զորությունը, հայտարարի Սուրբ Հոգու զորությունը քո կյանքիդ ամեն բանի մեջ։ Կարևոր չի մենք ինչի պակասնորդություն ունենք, կարևոր չի որ մենք ինչ ենք ուզում, կարևոր սա է որ Աստված մեր մեջ ապրի եւ կարողանանք հաղթական կյանք ունենանք Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Եվ ավարտվեց մեր այսօրվա կարոզը, եթե ուզում եք կանգնեք ոտքի վրա։ Եթե Սուրբ Հոգուց չեք ուզեցի, այս բաները որ այսօր խոսացինք մասին, այսօր դες համար ժամանակ կա։ Սաղմոս 95-ի մեջ ասում է, ձեր սրտերը մի խստացրեք,